ինչպես նշեցինք, Արցախ տարի կապված ցանկացած հարց Հայաստանի իշխանությունների մոտ որևիցե դրական բան չի։ Տեղեկատվության մասով բոլորս էլ դերականատես են լինում դատական պրոցեսներին, որը տեղի ունենում ու ամենասկզբում երբ բարձրաձայնում են այն մոտեցումը, որ այս ամենը ընդհանրապես մարդկանց հետ կապ չունի, դատավարության ընթացքը ամբողջովին բերում են պատկերը, որ արդեն մարզմալով, այսինքն այնպիսի փաստեր են առաջ բերում, որ բացառապես վերաբերում է Հայաստանի Հանրապետության, այսինքն մարդկանց անձնական մեղավորություն չկա, իրանք ընդհանուր պատկերներ են, զրոչես նույնիսկ մի դատական նիստի ժամանակ ներկայացրել են, որ մարդիկ պատերազմի ժամանակ, 2020 թվականի պատերազմի ժամանակ ինչ-որ ընտանիքներ են մահացել, զոհվել Աղդամում, որ Աղդամում 20 թվականի նոյեմբերի 9-ից հետո նոյեմբերի 20-ին են տվել Ադրբեջան, այսինքն պատերազմի ժամանակ Աղդամը եղել է Հայաստանի միջև վերջի օրը, բայց դատական նիստի, այսինքն նույնիսկ այնքան են կերծում, դատական նիստի ժամանակ մարդիկ գալի ասում են, մեր բարեկամները Աղդամում մահացել են, այս կրավանդում Ռուբեն Ռոթանյանը դատական նիստի ժամանակ։ Այսինքն բոլորին վերաբերում կնականայտ է, որ սա լրիվ է դատավարությունը քաղաքական է Հայաստանի Հանրապետության դեմ, ու մեր գնահատականով այս հույս ունենք նաև մյուս կողմից, որ մինչև տարեվերջս դատական նիստերը պետք է որ գոնե ժամանակագրությունը, որ մենք գրեմա դրան սկսել են 88 թվականից, գոնե որ արդեն հասել են 20 թվական, հուսով են կավարտվի, դա ինչքանով է, որովհետև տեսեք ինչ է տերն միջազգային հանրության տեսանկյունից կա իրավիճակ, որ այս մարդիկ Ադրբեջան ասպատերներին հանցագործեն, մեր հանցագործները մենք դատում ենք, բայց երբ որ վատ ձևակերպում տալի, բայց գոնե իրավիճակը կարևոր է, մենք այնքան որ մարդկանց վերադարձանում են գնով կարևոր է, այդ մարդիկ գոնե թե դատապարտված լինեն, իսկ մեր դատավարության փուլը դուրս կգա, այսինքն լավ հիմա դատվել է, այս դատավարության, միջազգային հանրությունը ավելի մեծ շանսեր ունի այդ մարդկանց պահանջելու, որ ասենք մեր չկա, հիմա դատել, այսինքն այդ տեսանկյունից կա, բայց այդ մասով էլ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից որևիցե բաներ չկա, մեր ունեցած տեղեկատվությամբ նաև միջազգային այն կառույցներ են երկրներ, ովքեր ունես հարցով որոշակի նախաձեռնողականություն են ցուցաբերում, Հայաստանի իշխանությունները որդորում են նման հարցերի արծացումով չխաթարեն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը և հեռու մնան չզբաղվեն այս հարցերը, որովհետև ինքը խաղաղության պայմանագրի խանգարող հարկեր է, այսինքն այս հարցով մենք չենք զբաղվում, դուք եք զբաղվում։ Ստեղ էլ կուզենամ գոնե այս հարցով սխալվեմ, օր առաջ բոլորս ցանկանում ենք ցանկացած ձևով այս մարդկանց վերադարձել, բայց էլի առնվազն այս իշխանության օրոք այս հարցի լուծման հավանականությունը ցավոք ձգվում է զոհի և քաղաքական և այլ պատճառներ, մյուս կողմից են նույնիսկ այն ամենաբարի պատկերացումներով եթե գիտենք, որ Հայաստանի իշխանությունները որ ասում են մենք ամեն ինչ անում ենք, այս իշխանության աշխատանքի մակարդակը, միջազգային հարաբերությունները, շփումները խոսում են մեզ ունակ չեն, այսինքն այն տարական այսօր մինչև հայ-վրացական սահմանին ինչ ասում են, Վրաստանի այդ հարաբերություններում չեն կարող քաղաքավորը դառել են գնան զանգեր ու մնաց, բոլորս է հասկանում, որ դիմացը բռնապետական Ադրբեջանն է, հենց չի որ ասում ենք, որ նոր իշխանության պարագայում այս հարցը 5 րոպեում լուծվելու, Ադրբեջանը մնալու Ադրբեջան, մենք ինչ իշխանություն ունենանք, բայց այս իշխանությունը ունակ չի նման ամենամեծ ցանկության դեպքում է իշխանությունը ունակ չի այս հարցերով զբաղվել։